Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում հարցազրույցի ժամ է, տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանին։ Ողջույն պարոն Վիրաբյան։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերքի համար։ Աշխատեմ այնպես անել, որ մեր դիտողների համար հաճելի երեկո լինի, անկեղծորեն պատասխանեմ բոլոր հարցերին։ Հետաքրքիր կարծում եմ հարցազրույց կունենանք, ուզում եմ հարցազրույցը սկսենք նրանից, որ միգուցե մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն կամ շատերը նաև տեղյակ կլինեն, որ դուք օրեր առաջ ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացրեցիք։ Խնդրում եմ ներկայացրեք, թե ձեր ակցիան ինչ միտում ուներ, ինչ էր հետապնդում ձեր ակցիան։ Ակցիան հետապնդում է միայն մեկ նպատակ, հասարակությանը հասկացնել, բացատրել, ասել, ցույց տալ, որ քաղաքական գնահատականների սանդղակը այնքան է իջել, որ միայն այդ կերպ կարող ենք գնահատել կատարվող իրադարձությունները։ Այսինքն, երբ որ կարող են մուրճով մեզ խաբել, հիշեցնենք, որ դուք բերել էիք մուրճ եւ վարունգ, հա, եւ դա կապեցիք ազգային ժողովի այդ ճաղավանդակների վրա։ Դա տարիներ առաջ մեկ անգամ էլ էին նման ակցիա արել, երբ որ պատգամավորներն ասել էին, որ փող չկա, կարտոշկայի փոխարեն թող մի սուտեն, ես իրենց հյուրասիրեցի այդ կարտոշկայով, ասա նպատակը դա է, որ իրենք էլ հասկանան բոլորը, որ մեզ խաբում են ամեն եղանակով, կարող են մուրճի փոխարեն գերանդի բռնել, մանավանդ որ երրորդ նախագահն էլ մի առիթով ասել էր, որ ամեն ինչ վերջանում է թարս աճած վարունգով, ես ուզեցի մեր 30 տարվա Հայաստանի ներքին քաղաքական կյանքը գնահատել այդ օրինակներով, որովհետև տիպիկ է այդ ամեն ինչը, որ վերջին շրջանում նույն չակուչով խաբեցին, ու մենք բոլորս էլ տեսանք, որ այդ չակուչի փոխարեն թարս աճած վարունգ եղավ, որովհետև ոչ մի խոստում չկատարվեց, ինքնախաբերությամբ զբաղվեցին, ժողովուրդն էլ հույսով այն առումով, որ ներկայ իշխանությունները իրենց ծրագիրը կիրականացնեն, բայց արեցին հակառակը։ Հիմա ես ուզում եմ հասկացնել ժողովրդին, որ այդ չակուչն է, ամեն ինչն է, ժողովուրդը ինքը իր ձեռքը պետք է վերցնի, որպեսզի այլևս իրեն չխաբեն։ Եվ մյուս քաղաքական գործիչներին, որ իրենք եթե հիմա չմիավորվեն, նորից նույն պատմությունը լինելու է։ Ահա, տեսեք, պարոն Վիրաբյան, ինչու որոշեցիք հենց հիմա այդ ակցիան իրականացնել եւ դուք այդ ակցիան իրականացնելու ժամանակ նշում եք, որ սա շարունակական է լինելու։ Ինչ է նշանակում, որ շարունակական է լինելու եւ ինչու հենց հիմա։ Արդյոք դա պայմանավորված է նրանով, որ մենք նախընտրական այս ժամանակաշրջանում ենք արդեն։ Իհարկե առաջինը դա պայմանավորված է 2026 թվականի ընտրություններով, որովհետև ընդդիմությունը պետք է այնպես կազմակերպի, այնպիսի քայլեր անի, որ դեռ մայիս ամսին հաստատ վստահ լինի, որ կհաղթի։ Եթե մինչև մայիսի վերջ ժողովուրդը տեսա, որ նույն սցենարով է գնում ընտրությունները, ընդդիմությունը ագրեսիվ չի, ընդդիմությունը հաշտվողական է, ընդդիմությունը այդ մուրճը չի վերցնում իր ձեռքը, տեղ են ունենալու կեղծիքներ։ Բաց այդ կեղծիքներ են լինելու, մանավանդ մենք տեսանք Մոլդովայի օրինակը, որ ինչպես են ընտրությունները կեղծում, ինչ տարբերակներով եւ աշխարհը լռում է։ Ինչու հենց այդ ժամանակ, որովհետեւ ես հանդիպումներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ, որոնք ազդեցիկ մարդիկ են, իհարկե այն մարդկանց հետ, որոնք քաղաքական դաշտում անելիք ունեն անելու, մի քիչ դանդաղեց, որովհետև եղանակային պայմանները տեսնում եք, դրսում այդպիսի աշխատանքներ տանելը հիմա դժվար է, մարդիկ մի կերպ հարմարվել են տաք պայմաններին, չեն ուզում փողոց դուրս գալ, իհարկե ակցիաները ավելի շարունակական կլինեն, ավելի խոցում կլինեն, եւ ես հույս ունեմ, որ այն գինու փառատոներին, չգիտես խորովածի փառատոներին փոխարինի քաղաքական ակցիաներ, որը կտա արդյունք, որովհետև մեր ժողովուրդը հիմա ընտելացել են, հաշտվել է այն պայմանների հետ, որ միևնույն է մեզնից կախված ոչինչ չկա, մենք ոչինչ չենք կարող անել, դա գալիս է նրանից, որ ընդդիմությունը գործնական քայլեր չի անում, իշխանությունը դա օգտագործում է իր շահերի համար, ժողովուրդն մնացել է անտեր։ Դուք տեսեք, ասում էիք, որ դուք ունեք համակիրներ,
եւ համախոհներ։ Այսինքն ձեր ասացից կարելի է ենթադրել, որ հաջորդիվ ինչ ակցիաներ, որ մենք տեսնենք ձեր կողմից կազմակերպված, հնարավոր է, որ դուք արդեն ոչ թե միայն լինեք, այլ ձեր համակիրների եւ համախոհների հետ միասին։ Իհարկե։ Ահա, շատ լավ։ Դա ուղղակի ճշտենք, որպեսզի մեզ դիտողներին պարզ լինի։ Եվ հիմա տեսեք, դուք նշում եք ընդդիմադիր։ Ընդդիմադիր ասվածը կարծում եմ մի քիչ լայն հասկացողություն է, ինչ նկատի ունեմ։ Մենք ունենք խորհրդարանական ընդդիմություն, հա, որը խորհրդարանում է եւ կառավարության հետ միասին մասնակցում է երկրի ղեկավարմանը։ Մասնակցում է երկրի ղեկավարմանը։ Ունենք ընդդիմություն, որը կա ընդդիմության ինչ որ մաս, որը երևում է, կա ընդդիմության մաս, որը չեն ուզում ցուցադրեն, ոչ թե չի երևում, այլ չեն ուզում ցուցադրել։ Հիմա երբ որ դուք ասում եք ընդդիմությունը պետք է հավաքվի, հա, իրենք բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է հավաքական ուժ դառնան եւ կանխե Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը հունիս ամսին։ Դուք այդ կազմի մեջ ում եք տեսնում։ Ես տեսնում եմ նոր մարդկանց։ Այսինքն ոչ խորհրդարանական։ Ոչ խորհրդարանական։ Դե պատկերացրեք, այս խորհրդարանական ընդդիմությունը ուներ հնարավորություն ազատ գործելու խորհրդարանում, դեմ կանգնելու բոլոր այն որոշումներին, այն օրենքներին, որոնք իշխանությունն անում էր։ Ինչպես դեմ կանգնեն, պարոն Վիրաբյան, եկեք։ Կարող են մանդատները վայրդնել։ Ահա, դա այո։ Միակ տարբերակը դա էր։ Ես մտավախություն ունեմ, որ նույն սցենարով կշարժվի ընդդիմությունը նախընտրական շրջանում եւ նախաձեռնությունը սցենարի մասին է խոսքը։ Սցենարի մասին եմ ասում։ Նախընտրական շրջանում նույն պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքները նախաձեռնեն իրենք ավելի ակտիվ գործողություններ եւ ժողովուրդը կշեղվի այդ պայքարից։ Չնայած իրենք չեն գիտակցում, որ ժողովուրդը մեծ առումով ոչ մեկի չի հավանում, որովհետև մենք տեսանք իրենց աշխատանքը, մենք տեսանք իրենց պասիվությունը եւ կստանանք խորհրդարանի նույն պատկերը, ինչ որ հիմա ունենք։ Իմիջիայլոց բոլորն էլ հասկանում են, որ այդ երկու ուժերը, որոնք մասնակցել են վերջին գումարման աշխատանքներին, ազգային ժողովի, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Ես հիմա հարց եմ տալիս, ասենք նորից ընդդիմությունը չհավաքի 50+1 Ռոբերտ Քոչարյանը գնալու է խորհրդարան, թե չի գնալու։ Ապացուցվեց, չէ՞ որ չի գնացել ու չի գնալու։ Ժողովուրդն էլ ինչի պիտի իրենց այն տա։ Ինչ է իրենք ինչպես ապացուցվեց հիմա Ռոբերտ Քոչարյանը։ Ապացուցվեց, որ խորհրդարան չգնաց, եթե խորհրդարան գնար, որպես հանրապետության նախագահ իրավիճակ կփոխվեր։ Թող մի քանի անգամ էլ իրենք քննադատ էին, իր ներկայությամբ քննադատ էին, բայց այդպիսի սանձարձակ իրենց չէին պահի։ Իր տիտղոսով ինքը կարող է զսպել քպականներին, երբ որ խմբակցության падգամավորներին քացով են խփում, երբ որ արհամարում են, երբ որ ամեն անգամ ասում են, թող մի անգամ ինքը լիներ այդտեղ, մենք տեսնենք տարբերությունը։ Պարոն Վիրաբյան, Հայաստան դաշինքը խորհրդարանում ներկայացված է, իհարկե դաշինքի ձևով, բայց Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց մանդատից, չգնաց խորհրդարան։ Հա, բայց դուք կարծում եք հենց դուք այսինքն նկատի ունեք, ակնարկում եք, որ հենց Ռոբերտ Քոչարյան անձը պետք է այնտեղ լիներ եւ ոչ կուսակցությունը, եւ դա կարծում եք, որ ինչ որ կերպ կարող էր ճնշում բերել կամ կաշկանդվածություն բերել խորհրդարանում, հա։ Այո։ Ինչու եք անհատները կերտում են պատմություն։ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհ անցած։ Ռոբերտ Քոչարյանը այնքան ես չեմ ուզենա մենք կենտրոնանանք Ռոբերտ Քոչարյանի անձի վրա, բայց քանի դուք ասում եք, դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանի անձը կարող է ժողովրդի մոտ ինչ որ որպես ինչ որ ճանապարհ, ինչպես դուք եք ասում, ճանապարհ անցած դերակատարում ունենար խորհրդարանում։ Ես չեմ ասում ժողովրդի մոտ, ես ասում եմ ազգային ժողովում իրավիճակ կփոխեր։ Այդպիսի սանձարձակ քայլեր չէին անում։ Բայց անձի մակարդակով դա չի լինում։ Ես խոսում եմ Ռոբերտ Քոչարյան որպես հանրապետության երկրորդ նախագահ։ Ինչ էր անելու, պարոն Վիրաբյան։ Ամեն դեպքում զսպվածություն կբերեր։ Ինչ զսպվածություն։ Դե հիմա ես հակառակ հարցը տամ ձեզ։ Հիմա մենք մեղադրում ենք, ասում ենք, որ падգամավորները пассив եղան, падգամավորները չընդվզեցին, մանդատները վայր չդրեցին։ Ասում ենք, մի րոպե կներեք։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը կարող ասել, ես
ազգային ժողովի պատգամավոր չեմ եղել, մանդատս չեմ վերցրել, ես պատասխանատու չեմ ընդդիմության բոլոր արարքների համար։ Եթե ինքը ընդդիմության լիդերն էր, ինքը պետք է գնար ամենամեծ խմբակցության ղեկավար, նստեր ազգային ժողովում, հարկ եղած ժամանակ ինքն էլ պատասխաներ իրեն ուղղված հարցերին, ընդդիմությանը լրացնում են ինչպես։ Հենց որ մի բան խոսում են, ասում են այ ձեր ղեկավարը այս թվին այս քայլն եկցել սա է։ Իմ ասածն է, որ երբ որ ընդդիմադիր է մարդը, ինքը պետք է պատասխան տա իր կատարած ցանկացած քայլի համար։ Թող գար, թող նույն պատկերը լիներ։ Ես չեմ ուզում այս նոր ընտրություններն էլ նույն սցենարով գնա, եթե իրենք հաղթում են նախագահ են, եթե չեն հաղթում նորից մանդատները չվերցնեն ու շարքային պատգամավորները գնան այդտեղ նպաստեն իշխանությունների կատարած ցանկացած դավաճանությանը։ Իմ ասածը սա է։ Ախոս քաղաքական գործիչը մանավանդ կուսակցության առաջնորդը պետք է պատասխանատու լինի իր քայլերին, բայց դա քվեարկությամբ է լինում եւ իհարկե մեկ անձի քվեն որևէ որոշիչ դեր չէր կարող կատարել, համենայն դեպս դա ձեր կարծիքն է, որ դուք արտահայտեցիք։ Տեսեք, դուք նաեւ խոսում եք նրա մասին, որ հետագա ինչպես եք պատկերացնում հետագա խորհրդարանը, պատկերացնում եք, որ պետք է ժամանակավոր անցումային կառավարություն ստեղծվի, հա, դուք այնտեղ նշում եք 2 տարի, այսինքն այդ ժամանակավոր կառավարիչը 2 տարի կառավարի երկիրը, այնուհետև փոփոխություններ կատարում։ Մի փոքր կներկայացնեք դրա մասին։ Տեսեք, մեր ընդդիմադիրներն ինչու չեն համախմբում, որտեղ ունեն ամբիցիայի խնդիր։ Բոլորի ամբիցիաները խանգարում են, բոլոր ճանաչված մարդիկ, որոնք իրենց համարում են վարչապետի թեկնածու, ոչ մի կերպ չեն համաձայնվում իրենց դիրքը զիջել մեկ ուրիշին հանուն համախմբման։ Իսկ համախմբում կարելի է լինել մի դեպքում, երբ որ ժամկետ դրվի, անցողիկ վարչապետը, այսինքն համախմբվում են մեկի շուրջը, ասենք Վազգեն Մանուկյան, Բագրատյան, Պողոս Պետրոսյան, այդ անձի առաջ դրվում է խնդիր հավաքական ընդդիմության պահանջները եւ ժողովրդին ներկայացվում է։ Բայց ձեր նշած անունները, եթե դուք հիմա եթերում անուններ եք նշում, պետք է հասկանաք, որ նախկիններ են դրանք։ Չէ, ես դա էլ ասում եմ, կարող եք X մարդ ասել, որովհետեւ մարդիկ կարող են մտածել։ Դիտավորյալ անուններ եմ շեշտում, որովհետեւ որ ժողովուրդն հասկանա, կռիվը նախկինների միջև է, նոր մարդկանց մեջ չկա։ Կռիվը նախկինների միջև է։ Նիկոլն էլ է նախկին։ Նիկոլը եւ նախկին է եւ ներկա, իհարկե։ Չէ, բայց քաղաքական դաշտը երկու բևեռ ունի, իշխանություն եւ ընդդիմություն։ Նիկոլին այդ վիճակում չպետք է խառնենք ընդդիմադիրների հետ։ Իմ ասածը նա է, որ անցողիկ ընտրում են անձի, ձեր ասած X անձին։ Ընդդիմությունը ներկայացնում է պահանջներ այդ անձին, որ ամբողջ պատասխանատվությունը իր վրա է եւ ինքը 2 տարվա ընթացքում կամ 1 տարվա ընթացքում պետք է լուծի։ Կոնկրետ մի քանի հարցեր, որից հետո հրաժարական։ Որոնք են այդ հարցերը։ Այսինքն Հայաստանը անցնի նախագահական կառավարման։ 1, երկրորդը։ Ամենակարևոր հարցը, որ պարակտում է մեր ժողովրդին, դա քաղաքական կողմնորոշման հարցն է։ Արևմուտք թե Ռուսաստան։ Այսինքն գովուժային կենտրոնների, հա, մենք հանրակրվե անցկացվի, մնում ենք հապկում, մնում ենք բազաները մնում են Ռուսաստանում, այսինքն դա հավաքական մի հարց է, որը որոշում է։ Թող ժողովուրդը որոշի, որովհետև իշխանությանը միշտ ձեռք է տալիս ընդդիմության այդպիսի պարակված լինելը։ Մի դեպքում պարակվում են արևմուտք թե Ռուսաստան հարցով, մի դեպքում պարակվում են նախագահական թե ոչ նախագահական կառավարման հարցում, մյուս դեպքում սեփականության վերաբաշխման, այդ բոլոր հարցերը դրվի մեկ անձի առաջ։ Եվ երրորդը որն է, դուք 3 ասացիք մոտա առաջնահերթ երրորդը։ Երրորդ կարող է լինել, կարող է չորրորդ լինել, հենց այն հանգամանքը, որ այսօր մեր ժողովրդի մոտ պարակտումը կա, դա կարող է լինել նաև 1 պատճառով, կարող է լինել 10 պատճառով։ Կարող եմ ես պատճառ բերել, որ կրթական համակարգի հարց է, որ շատերը դժգոհ են, կարող եմ պատճառ բերել, որ սեփականության իրավունքի հարց է, որ հիմա սեփականության վերաբաշխում է տեղի ունենում։ Այդ բոլոր հարցերը պետք է սառեցվեն, անցնի արդար երրորդ հարցը, ձեր ասած ամենակարևորը, որ հաջորդ ընտրությունները լինեն բացարձակ արդար, թափանցիկ եւ տվյալ վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին։
Պարոն Վիրաբյան, ինչպես եք պատկերացնում հաջորդ ընտրությունը ձեր ասելով թեկուզ 2 տարի կառավարումից հետո կարող է լինել արդար եւ թափանցիկ, եթե չփոխվի ընտրական օրենսգիրքը եւ սահմանադրությունը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ինքը քննադատում էր իշխանությանը, այսինքն Սերժ Սարգսյանի կառավարությանը, որ Սերժ Սարգսյանը այնպիսի մի սահմանադրություն էր գրել, որի մեջ ինքը լավ տեղավորվել էր եւ միանձնյա, կառավարում էր։ Հիմա այս արդեն շուտով 8 տարի կդառնա, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ հարմարավետ տեղավորվել է այդ նույն սահմանադրության մեջ եւ կառավարում է երկիրը։ Ես չեմ ուզում այդքան մանրամասնել Գիտեք ինչ, որպեսզի մեր հայրենակիցները, տեսեք, դուք աշխարհաքաղաքական կենտրոնների կողմնորոշում եք նշում, որը արտաքին քաղաքականության հետ է կապված, բայց ներքին քաղաքականության հաշվի առնելով այս նախընտրական շրջան, դա է ավելի Երբ ես ասում եմ նախագահական կառավարման համակարգ, դա նշանակում է սահմանադրություն պետք է փոխվի, չէ՞։ Այդ սահմանադրությունը փոխվելուց մի քանի կետեր ես շեշտեցի սեփականության հարց, պետությանը կառավարմանը տնտեսական հարցերին միջամտելու, ղեկավարելու հարցեր, տարբեր հարցեր կան։ Ես դրա համար մեկ բառով ասեցի նախագահական համակարգ, իհարկե մտածելով, որ բոլորը կհասկանան, որ սա առանց սահմանադրությունը փոխելու դա չի լինի։ Մենք շատ օրենքներ ենք այս 30 տարվա ընթացքում ընդունել, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Մեր ժողովուրդը կտրված է, այսինքն օրենքներն ընդունում են շատ անգամ այդպիսի եվրոպական չափանիշների մակարդակին հասցնելու համար, որպեսզի ցույց տան ժողովրդավարական երկիր ենք, բայց այդ օրենքները չեն կիրառվում, չեն գործում։ Մենք պետք է տեսեք, այդ 2 տարվա ընթացքում բացի օրենքներից ես չէի մտածում, որ այդքան կխորանանք այդ հարցերում, ես ունեմ նաև իմ առաջարկը այդ ընդդիմության միավորման ընթացքում պահանջ դրվի, որպեսզի տնտեսագետների, իրավաբանների, քաղաքական գործիչների մի հանձնախումբ ստեղծվի, որպեսզի այդ հանձնաժողովը քաղաքական եւ իրավական գնահատական տա բոլոր նախկին ղեկավարների կատարած աշխատանքին։ Այսօր հասարակությունը մի մասը ընդունում է երկրորդ նախագահին, մի մասը երրորդ նախագահին, մի մասը առաջին նախագահին, իհարկե թվերը շատ X- են, բայց ընդհանուր առմամբ բոլորն էլ ունեն եւ դրական եւ բացասական կողմեր։ Բայց բոլորին անվանում են նախկիններ, թալանչիներ, գողեր, ավազակներ, ես չգիտեմ։ Մինչև իրենց քաղաքական գնահատականը չտրվի, հաջորդ 5-րդ, 4-րդ, 6-րդ վարչապետ նախագահ կրկնելու են նույն այդ ամեն ինչը։ Նա պետք է զգա, որ իր կատարած աշխատանքների գնահատականը իրեն փոխարինողը պետք է տա։ Մեր մոտ սովորություն է դարձել, որ ասենք ով ինչ արել է, փակում ենք էջը եւ շարունակում ենք նրա գործը։ Մենք հզոր տնտեսություն ունենալուց հետո Ռոբերտ Քոչարյանն եկավ, ավելի ավիրվեց, փոխանակ հստակ ինվենտարիզացիա անցկացվեր, թե տնտեսությունից ինչ է մնացել, ինչը կարող ենք աշխատացնել, ինչը կարող ենք ուղղակի վաճառել կամ փոխել։ Բայց եկավ ոչ մի գնահատական չտվեց, հետո ասենք հեծերը վաճառվեցին, երկաթգիծը վաճառվեց, այսինքն այնպիսի աշխատանք պետք է կատարի հաջորդ եկողը, որ ժողովուրդը տեսնի նրանից առաջ ինչ լավ բան է արվել իր համար։ Դրա համար էլ հիմա Փաշինյանն ասում է, ես ամեն ինչի պատասխանատուն եմ, բայց մեղավորը չեմ։ Պարոն Վիրաբյան, այսինքն դուք ավելի շատ նայում եք այն, ինչ վիճակում մենք հիմա կանք, անձի մակարդակում եք դա նայում, անձից կախված, թե դա դուք նայում եք համակարգային, որովհետև եթե այդ համակարգի մեջ, կոնկրետ հիմա նշենք, ինչու եմ ես նշում սահմանադրությունը, որովհետև այդ սահմանադրության շրջանակում, ով էլ ընտրվի վարչապետ, թեկուզ հիմա դուք իհարկե նշեցիք նախագահ, բայց եթե ամբողջական կարևոր կետերի փոփոխություն չլինի, թեկուզ կարող են նախագահին էլ այնպիսի իշխանության լծակներ տալ, որ նախագահն էլ կարողանա ինչ-որ օգտվի ոչ ճիշտ լիազորություններից ի վնաս ժողովրդին։ Հիմա համակարգի մեջ այդ համակարգում ով էլ մտնի, կարծում եմ, որ նույնն է լինելու, դուք կողմ եք անձերի փոփոխության, թե ընդհանուր համակարգի փոփոխության։ Դուք ձեր հարցով պատասխանում եք, համակարգը ստեղծում են մարդիկ, ես դրա համար եմ ասում, այդ պատճառով եմ ասում, որ
քաղաքական գնահատական պետք է տրվի։ Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց մի համակարգ, ավելի կատարելագործվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց, Քոչարյանը կատարելագործեց, Սերժ Սարգսյանն օգտվեց այդ համակարգից, հիմա մաքսիմում օգտվում է Նիկոլ Փաշինյանը, մարդիկ են ստեղծել համակարգը։ Այդ համակարգը չկար, երբ որ մենք անկախություն ձեռք բերեցինք։ Այդ համակարգը իրենք ստեղծեցին իրենց անձնական եւ իրենց թիմակիցների շահերից ելնելով։ Տեսեք, Իսկ չեք կարծում որևէ ուժային կենտրոնից թելադրված համակարգ է դա։ Ես չեմ կարծում, եթե ուժային կենտրոնից թելադրված լինի, ասենք թող լինի արտաքին քաղաքական կողմնորոշման հարց կամ, բայց ամենապրիմիտիվ հարցերով, տեսեք, ասենք ուժային կենտրոնները ստեղծում էին, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայաստանում ձևավորվեր ֆեոդալական համակարգ, ամեն մի մարզում 1-2 հոգի հսկեին, կամ Սերժ Սարգսյանի ժամանակ ուժային կենտրոնները, որ ուժային կենտրոնը տիրապետում է Հայաստանի նա կուզենար Հայաստանի Դե մինչ այժմ ուժային կենտրոնը միայն Ռուսաստանն է, որը Հայաստանում ես այդպես չեմ մտածում։ Դուք կարծում եք Հայաստանը անկախ է, պարոն Վիրաբյան։ Չէ, անկախ չի, ով ասեց անկախ։ Դե եթե անկախ չի, ուրեմն ինչ որ ուժային կենտրոնի ազդեցության տակ է։ Դե ուժային կենտրոնի ազդեցության տակ այդ դեպքում թող ասեն այդ սորոսականները որտեղից է սնվում։ Իմ աչքով եմ ես տեսել ամենաակտիվը նրանք էին, Ռուսաստաններ ֆինանսավորում։ Ես տեսել եմ։ Եվ ինչ են արել։ Ես հիմա չեմ ուզում, մենք կշեղվենք դրանից սորոսական ինչ որ, բայց համակարգային մեծ բան ինչ որ։ Հիմա համոզվեցիք, որ ես ճիշտ եմ, որ ես ընդհանրապես սորոսականների ինչ որ ծրագրեր են հովանավորել, բայց պետական կառավարման մեջ ինչ են կատարել։ Սիրելի Արմինե, սորոսականները ծրագիր իրականացնեն, չիրականացնեն, նրանց անձամբ հրապարակում կանգնելը աջակցություն է։ Չխորանանք դետալների մեջ։ Երբ որ Հանրապետության երրորդ նախագահն ասում է ես ուժային ավելի հզոր ուժերի եմ պարտվել, արդեն պարզ է ում է պարտվել։ Ում է պարտվել, թող ինքը ասի։ Ես պատկերացնում եմ ում է պարտվել, որովհետև Լավ, հիմա դուք Հայաստանը չեք տեսնում, որ որևէ ուժային կենտրոնի ազդեցության ներքո է։ Հակառակը, ես տեսնում եմ բոլոր ուժային կենտրոնների ազդեցության տակ է։ Իր ռոպեական շահերից ելնելով, այս ռոպեական շահերից ելնելով նա ծառում է եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին։ Դա Նիկոլ Փաշինյանի ժամանակ է, ասենք երևի։ Հա։ Նախկին նախագահների ժամանակ Նախկին նախագահների ժամանակ ես մենակ գիտեմ, որ ասենք իրենք երկուսն էլ հայտարարում են կոմպլիմենտար քաղաքականություն, որի հետևանքը բերեց սա։ Քաղաքականությունում չի կարող լինել այդպիսի բան, բոլորի հետ բարեկամ, բոլորի հետ թշնամի։ Չկա այդպիսի բան։ Հարցեր կան, որ մեկ պետության շահերին համընկնում է, դու կարող ես այդ հարցով իրենց հետ լավ լինել, մեկ ուրիշ պետության հետ հարաբերությունները այդքան լավ չլինի, ինչպես մյուսների հետ։ Իմ ասածը նա է, որ այսօր մենք անկախություն ընդհանրապես չունենք, որովհետև մեր իշխանություններն այնքան թույլ են, որ ցանկացած հրահանգ կատարում են, որպեսզի իրենք մնան իշխանության։ Նրանք կարող են Տրամպին ճանապարհ տալ, հաջորդ շաբաթ գնալ Մոսկվա, այդտեղ ուրիշ հարցեր լուծել, միայն այն նպատակով, որպեսզի իրենք մնան իշխանության։ Իմ ասածը սա է։ Լավ, պարոն Վիրաբյան, տեսեք, արդեն բոլորին հայտնի է լրատվամիջոցներում այդ լուրը պաշտոնապես հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Արևմուտքին, որպեսզի աջակցի իրեն, հա, ընտրությունների ժամանակ։ Երեկ էլ արդեն մեդիայում նորություն հայտնվեց, որ Ռուսաստանը 165 միլիոն դոլար է հատկացնելու ռուսամետ ուժերին Հայաստանում, հա, որպեսզի ընտրությունների ժամանակ իրենց որպես աջակցություն, ընդ որում Ռուսաստանի նախագահի տեղակալի առաջին դեմքով, այսինքն Կիրիենկոն է, առաջին տեղակալն է, հա, կանոնավորելու ինքն է կուրատորը լինելու։ Դուք ինչպես եք պատկերացնում Հայաստանում ընտրական այս ողջ գործընթացը, երբ իշխանությունը դիմում է Արևմուտքին օգնության համար, իսկ Ռուսաստանը, չգիտենք, ռուսամետ ուժերը դիմել են, թե չեն դիմել, համենայն դեպս 165 միլիոն դոլարի ներդրում է արվելու աջակցություն
աջակցություն է լինելու ռուսամետ ուժերին։ Դե բոլորիս քաջ հայտնի է, որ ընտրություններում գումարը շատ մեծ դերակատարում ունի։ Հաշվի առնելով այս երկու փաստը, ինչպես եք պատկերացնում ընդհանրապես ընտրական գործընթացը։ Ես նոր շեշտեցի, որ մենք ենթարկվում ենք բոլոր ուժային կենտրոնների։ Ինչը կլինի եւ այդ դեպքում ինչ կլինի։ Ես շարունակեմ միտքս։ Երբ որ մի բևերը ասում է ես 15 միլիոն տրամադրում եմ ընտրություններին, բնական է հակազդեցություն է առաջանում, մյուս բևերն ասում են ես ավելի շատ կօգտագործեմ այդ հնարավորությունը ընտրությունների, որպեսզի ազդեցությունն ավելի մեծանա։ Մի բան մոռացանք, նաեւ Թուրքիան է, հա, իր աջակցությունը հայտնել, այո, ընդ որում արտգործնախարարի Ֆիդանի բերանով հնչեց դա, որ իրենք աջակցելու են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ձեր հարցը բերեց իմ են պատասխանին, որ նախորդ ասացի, որ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը պետք է լինի հանրակրվեով։ Այսինքն չպետք է թույլ տանք մինչ ընտրությունները հանրակրվեն։ Չէ, 2 տարվա ընթացքում ես շեշտեցի 2 տարվա ընթացքում։ Հիմա իմ ասելիքը այն է, որ ոչ մի բանի առաջ չպետք է կանգնենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Հիմա ով կօգնի, ում կօգնի, ով ինչ կանի, պետք է համախմբվել բոլոր տեսակի ուժերը, որպեսզի այդ օգնությունը իր ազդեցությունը չունենա Նիկոլի մնալու։ Թող նորից եմ կրկնում, քպեից մեկ ուրիշը գա, թող գա այնպիսի մի մարդ, որ ռուսամետ է կամ արևմտամետ է, միայն խոստանա, որ այդ հետևանքները կվերացվի։ Անձերի փոփոխություն եք դուք նկարագրում։ Անձերը միշտ բերում են քաղաքական։ Դե Սերժին փոխարինեցինք Նիկոլով։ Դե Սերժին մենք չենք փոխարինել։ Սերժին նշանակել են։ Մենք ժողովուրդը 2018 թվականին ատելով Սերժ Սարգսյանին բերել է Նիկոլ Փաշինյանին։ Իմաստացնել դա է, որ մենք էլի անձերի բանը փոփոխություն անենք ընդամենը։ Ուզենք թե չուզենք, մենք պետք է անձի միջոցով այդ փոփոխություն անենք։ Ուղղակի համախմբված։ Իսկ եթե ստեղծվի ժամանակավոր անցումային կառավարություն, իմիջիայլոց դուք ասում էիք ակցիայի ժամանակ, որ դուք բոլորին դեմ եք։ Այժմ Հայաստանում արդեն հունվար ամսվան մի քանի օր առաջ էր կամ միգուցե մեկ շաբաթ առաջ ստեղծվել է այդպիսի մի շարժում, որ բոլորին դեմ եմ։ Դուք ինչ կարծիք ունեք։ Իրենք էլ են ասում, որ ինչ որ 100 օրվա ժամանակ ընտրվի կառավարություն, որը 100 օր ընդամենը կկառավարի, հետո այնտեղ ինչ որ կետեր փոփոխություն արվի, նորից ընտրություններ արվի։ Հիմա տեսեք, դուք էլ եք բոլոր ասում բոլորին դեմ եմ, իրենք էլ են ասում բոլորին դեմ։ Ես չեմ ասում բոլորին դեմ եմ։ Ակցիայի ժամանակ դուք ասում եք ես դեմ եմ։ Ես կողմ եմ նորմալ տեխնացուի, բոլորին դեմ չեմ։ Իրենք բոլորին են դեմ։ Նախկիններին բոլորին դեմ եք դուք։ Հա։ Այո, ես նախկինների մասն եմ խոսում, դուք նախկիններին բոլորին դեմ եք, բայց չեմ ասում ում եք ում, դեմ եք բոլոր նախկիններին, հիմա ես ասում եմ այդ շարժումն էլ դեմ է բոլոր նախկիններին, եւ հիմա ժողովուրդը այս իրավիճակում ինչպես կարող է կողմնորոշել, ընդ որում հաշվի առնենք մի բան, որ քանի մենք ընտրությունների շեմին ավելի մոտենանք, խառնաշփոթը եւ ժողովրդին, չգիտեմ, այս դաշտից մյուս դաշտը ուղակի գնդակի պես գցելը ավելի շատ է լինելու եւ ավելի ինտենսիվ է լինելու։ Ժողովուրդը ինչպես կարողանա կողմնորոշել։ Հարցի առաջի մասին պատասխանեմ։ Ուրեմն տեսեք, երբ որ ուզում են խաբել, միշտ խափողները փորձում են մտածված խելացի ձևով խաբել։ Իրենք ընտրել են բոլորին դեմ եմ, հենց այդ անունը ցույց է տալիս, որ իրենք ընտրական տեխնոլոգիա են կիրառում, որովհետև բոլորին դեմ եմ, նշանակում է այդ մարդը կարող է նաև չգնալ ընտրության, մի գնացեք, բոլորի դեմ եմ, կամ գնում են բոլորին ջնջում են, դեմ են արտահայտվում։ Ուրիշ բան, եթե իրենք բոլորին դեմ լինելով հանդերձ կոնկրետ մարդու, ասեն, իմ նման ասենք, սպասենք, տեսնենք ով կլինի, համախմբենք նրա շուրջը։ Իրենք դա իրականացնում են իշահ իշխանությունների, ես դա վստահ եմ ասում, եւ այդպիսի շարժումներ շատ կլինեն։ Իսկ իմ ասած միասնությունը մի օրվա մեջ չի լինելու, ընդդիմությունը շատ մեծ աշխատանք ունի կատարելու, տարբեր օրեր, տարբեր քանակի օրեր, տարբեր ժամեր, իրենք մոտավորապես 1 ամիս ու կես իրենք պետք է չարչարվեն գտնեն այդ ոսկե միջինը, որովհետև
տեսեք, հաղթելու համար իշխանությունը օգտագործելու է իր ռեսուրսը, իշխանությունը կիրառելու է տեխնոլոգիաներ, ունի մեծ հնարավորություն այդ ամեն ինչ անելու, ընդդիմությունը մնում է ազնվորեն կանգնել ժողովրդի առաջ, ազնվորեն կանգնել ասել, մենք սա ենք ուզում, սա ենք ուզում, սա ենք ուզում, ձեր աջակցության կարիքն ունենք, եւ որպեսզի մարդիկ հավատան ընդդիմությանը, իրենք պետք է ասեն ամբողջ պատասխանատվությունը այս մարդի վրա է, խոստացել է 2 տարվա մեջ այս քայլերը գցի, այդ գործողությունները կատարի, որից հետո դուք ինքներդ կողմնորոշվեք։ Տեսեք, հասարակ մի օրինակ բերեմ, երբ որ Նիկոլը կանգնում ասում է ես պատասխանատուն եմ, բայց մեղավորը չեմ, դա արդեն ցույց է տալի, որ ցանկացած մարդ կարող է ամեն ինչ անել եւ պատասխանատվություն չկրել։ Մեզ պետք է պատասխանատու անձնավորություն, որը ինքը այնպիսի անձնավորություն, որի վրա նույնիսկ կամպրամատները չազդեն։ Տեսեք, իշխանությունը ունի ընդդիմության բոլոր լիդերների, ներկա պատգամավորների, ազգային ժողովից դուրս բոլոր քաղաքական գործիչների վրա կամպրամատներ։ Նա դա չի օգտագործելու նախընտրական շրջանում։ Հստակ եմ ասում, կտեսնենք։ Ինքը օգտագործելու է այդ ամեն ինչը պահելու է, օգտագործելու է ընտրություններից հետո ընդդիմադիր որ ուժերը ընտրվեն նրանց դեմ, որպեսզի այսօրվա նման, ինչպես հլու հնազանդ ծառայում են պատգամավորները, ծառայեն իրեն։ Ժողովուրդն էլ գիտի այդ կոմպրոմատների մասին ավելին քան Նիկոլը, բոլորին դեմքով ճանաչում է, բոլորին գիտի, բոլորի սեփականությունը գիտի, ովքեր որտեղ ինչ օրենք են խախտել, դրանով ժողովրդին ինքը չի հանում այդ մարդկանց դեմ, այդ ժողովուրդը, ասենք, կարող է կեսը գիտակցաբար, կեսը անգիտակցաբար գնալ ընտրել որպես ընդդիմադիր այդ մարդկանց։ Նիկոլին դա ձեռք է տալիս, որպեսզի այդ մարդիկ նորից ընտրվեն, նորից Հայաստան եւ պատիվ ունեն խմբակցության, իհարկե նրանց մեջ կան շատ ազնիվ մարդիկ։ Կան, ասենք Գրիգորյան, Աննան, մյուսները անվանական չեմ ուզում, բայց հիմնականում երբ որ կորիզը այդ կարգի չի, այլ այնպիսի մարդիկ են, որոնց կարող են ասել գնաց տեղից, ինչպես ասեց Սենյան Օհանյանին, կամ հարցակվել քացով խփել, դա Նիկոլին ձեռնատու է։ Իմ ասածը նա է, որ ընդդիմությունը պետք է վեր կանգնի իր ամբիցիաներից, բոլորը ընտրեն ոսկե միջինը, որպեսզի տեխնոլոգիաներ կիրառելուց հետո ընդդիմությունը տեսնի, որ ժողովուրդն իր հետ է, տեխնոլոգիան չի անցնում։ Այսօր կա այդ հնարավորությունը, մի առժամանակ հետո չի լինելու, որովհետև ես ինչ-որ բաներ գիտեմ, էլի, ասենք տարբեր խմբեր, տարբեր մարդկանց հետ են հանդիպում, տարբեր դաշինքներ։ Պարոն Վիրաբյան, հիմա այո, դուք հանդիպումների մասին նշեցիք, ներողություն եմ խնդրում, քանի խոսքը հենց դրա մասին գնաց եւ հաջորդ իմ հարցը հենց դա էր։ Բևեռը արդեն կարելի է ասել տարիներ շարունակ, բայց 23 թվականից, երբ որ Արցախի բլոկադան էր, Արցախը դեռ չէր հայաթափվել, սկսել էր համախմբման, այդ ժամանակ է վերսկսվեց այդ համախմբման գործընթացը, առ այսօր այդ գործընթացը ընթացքի մեջ է, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, որ նաև կլոր սեղաններ են կազմակերպվել, այո, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքով, սա արդյոք հենց դա այն չէ, որ ձեր ասացի հենց տրամաբանության մեջ չի, որպեսզի այդ կարող ուժերը կամ թեկուզ ազնիվ անհատներ, որ ովքեր քաղաքական, հասարակական ակտիվ գործունեություն ունեն, համախմբվեն եւ ձեր նշած այդ հավակնոտությունները մի կողմ թողնեն եւ հասկանան, որ մենք այնպիսի մի ազգովի, ազգային ճգնաժամի, պետականության կորստի ճգնաժամի առջեւ ենք կանգնած, որ պետք է սթափվենք եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանին թույլ չտանք եւս մեկ անգամ վերարտադրվելու։ Տեսեք, ինչ հետաքրքիր իրավիճակ է կապված ձեր հարցի հետ։ Հայաստանի ընտրազանգվածը բազմաբևեռ է, արևմտամետ, ռուսամետ, կան ընտրողներ, որոնք նույնիսկ անհատի շուրջ կարող են համախմբվել առանց գաղափարի, բայց շատ մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այսօր Հայաստանում, որ ընտրողների մեծ մասը նույնիսկ, այսինքն ոչ թե մենակ հիմա, այլ 30 տարվա ընթացքում կուսակցությունների նախընտրական ծրագրերը հաշվի չեն առնում, չեն էլ կարդում։ Եթե
հետ գնանք, կտեսնենք, որ բազմաթիվ կուսակցություններ, որոնք մասնակցել են ընտրությունների, ունեն հրաշալի տնտեսական ծրագիր, հրաշալի ծրագրեր ունեն, անելիքները գերում են, ասում են, ժողովրդին դա հիմա չի հետաքրքրում, որովհետև ժողովուրդը տեսնում է այդ ծրագիրը ում միջոցով են իրենք փորձում անել, երբ որ տեսնում են իրենց նախընտրական ծրագիրը, իրենց պահվածքը, իրենց անցած ճանապարհը, այլ վստահություն չկա։ Իմ ասածը հիմա այդ ձեր ասածի համահունչ ուզում եմ հնչեցնել, որ այսօր բոլորը անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, անկախ իրենց աշխարհաքաղաքական հայացքից, կողմնորոշումից պետք է համախմբվեն մենակ մի նպատակի շուրջ, որպեսզի այս իշխանությունը չվերարտադրվի։ Չվերարտադրվելուց հետո իրենք կարող են նույնիսկ կոալիցիոն կառավարություն ստեղծել, չգիտես, չնայած բոլոր կոալիցիոն կառավարությունները։ Դե հենց Բևերը դա է ասում, որ առաջի հենց կետը, ամենակարևոր կետը դա է, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Հարցը տվեցիք այնպես, ինչպես ես եմ մտածում, ես դրան դեմ չեմ, ես ուղղակի իմ առաջ խնդիր եմ դրել, իմ համեստ հնարավորությունների սահմաններում դեմ դուրս գալ, պայքարել այս իշխանությունների դեմ։ Մնացած բոլորի հետ հնարավոր է քաղաքական կոմպրոմիս։ Այսինքն դուք էլ հետաքրքիր է որևէ անգամ հանդիպումներ ունեցել եք, ես եթերում կարող ենք, եթե դա գաղտնիք չի։ Չէ, գաղտնիք չի, ես շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել մինչև իմ Բելգիա գնալը Ժիրայր Սեֆիլյանի հետ, Գարնիկ Մարկ։ Իսկ համախմբան այս շրջանակում խոսել եք հանդիպում։ Չէ, ես հանդիպում։ Եւ չեք պատրաստվում հանդիպում ունենալ։ 18 թվականի ընտրություններից առաջ էր Ժիրայրի հետ հանդիպեցի, խոսեցինք ընտրություններից, ես հստակ գիտեմ, որ արևմտյան կողմնորոշման թև է, ես ասի, ես ռուսական կողմնորոշ, ոչ թե ռուսական, այլ ես աշխատել եմ կուսակցական աշխատանքի դեռ սոցիալիստական Հայաստանում, ծառայել եմ սովետական բանակում, իմ դաստիարակությունը ես կայացել եմ սովետական շրջանում։ Ռուսական, այո, սովետական շրջանի մարդ եք, այո։ Իմ մտածելակերպը ես համարում եմ, որ այդ շրջանի է եւ ես չեմ կարող իմ դավանանքը փոխել, ասել, որ սովետական ժամանակաշրջանը վատն էր, հիմա ռուսականը լավն է, ռուսական կողմից է, ուղղակի իմ դաստիարակությունը ես կայացել եմ այդ շրջանում, կոմերցիոն կենտրոնի աշխատող եմ եղել։ Լավ, բարձ է, բայց դուք հիմա այս վիճակը հաշվի առնելով մի կողմ չեք թողնելու համախմբանը։ Ես վիճակը հաշվի առնելով ես գտնում եմ, որ պետք է կայանա մեծ կոնսոլիդացիա, մեծ բոլորի հետ, բոլորը ունենան իրենց նպաստը այս իշխանությունից ազատվելու, որից հետո հանգիստ պայմաններում առանց հիստերիկ ճվճվոցների, առանց ինչ-որ դեմագոգիայի նստել մտածել այս հանրապետության մասին։ Կարող են մի ընդհանուր ցուցակ կազմել ընտրություններին, Բևերի հետ, չգիտես, այն մյուս թևերի հետ, բոլորի հետ, միայն այնպիսի ցուցակ, որ ժողովուրդը զգա, այս մարդիկ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա։ Ոչ թե խոստումներ են տալի, այլ պատասխանատվություն, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ այս մարդի ծրագիրն էլ հետ պետք չի կարդալ, այս մարդը գալիս է, որովհետև տեսել է այս ամեն ինչը, այս դավաճանությունը, այս ձախորդությունները, այս ամեն ինչը, այդ մարդը տեսնում է, որ ժողովրդի մեջ կա երկու բևեր, աշխարհաքաղաքական կողմնորոշման, այս ազգը մինչև այդ հարցերը չլուծվի, միասնական չեն կարող դառնալ։ Թե սեփականության հարցով, թե աշխարհաքաղաքական կողմնորոշման, այդպիսի մի մարդ պետք է լինի, որ այդ ժողովուրդը հենց տեսնի, որ այս խումբը գալիս է, այս խմբին հարցեր չունի, իրեն գալիս են այս ամեն ինչը կարգավորելու, թե ինչքան ժամանակ կլինի, հիմքը դնում են իրենք, որ պետք է լինի սահմանադրության փոփոխություն, որ պետք է վերանայվի բոլոր հարցերը, այ հաջորդ եկողին թող տնեն, ասեն, ես արևմտամետ եմ, ես ռուսամետ եմ, ես չգիտեմ ինչամետ եմ, տեխնացուները տնեն, դաշտը ազատվի, նոր կռիվը տան։ Այսօր մի կետի հետ է կռիվը, մի մարդի հետ է, որը իշխանությունը վերցրել է իր ձեռքը եւ բոլոր մեթոդներով ոչնչացնում է հանրապետությունը, ոչնչացնում է բառից բուն իմաստով։ Հիմա ինչ չի հետաքրքրում հաջորդը ով կլինի, ով չի լինի,
Ինձ հետաքրքրում է այդ ով լինելու մի հանգամանքը, որ ինքը վերացնելու է այդ բոլոր թերությունները, որը վերջի 7-8 տարին եղավ, չհաշված նաև նախորդները։ Իմիջիայլոց ասեմ, եթե նախորդները մի քիչ նորմալ ղեկավար էին, Նիկոլի նման մեկը չէր գա։ Այդ ամեն ինչը բոլորս տեսել ենք։ Ես շատ շրջանում եմ ապրում գյուղում, առաջ մտածում եմ, որ ժողովուրդը միամիտ է, անդադ խաբվում է։ Այսօր իմ առաջ այնպիսի հարցեր են դնում, որ ես զարմանում եմ, որ այդ մարդը արդեն մտածում է այդ մասին։ Այնպիսի հարցեր են տալի, այնպիսի կոռուպցիոն դեպքեր են ասում, որը ես գիտեմ ու մտածում եմ մենակ ես գիտեմ։ Այնպիսի քաղաքական ուժերի դասավորություն են հիմա իրանք նկարագրում, որ ասում ես, այս մարդը երևի ամբողջ օրը հեռուստացույցի առաջ նստած, թերթերը, լրագրերը, ինտերնետը հետաքրքրում է, թե Հայաստանի քաղաքական կյանքում ինչ է կատարում։ Այդ մարդկանց հիմա խաբել հնարավոր չի։ Ուղղակի պետք է իրենց հետ անկեղծ խոսել ու ասել ժողովուրդ մենք անդունդի եզրին ենք։ Մենք պարոն Վիրաբյան, դուք այն ինչի մասին դուք ասում եք, Բևերը այնքան տարիներ դրանից առաջ, բայց հիմա այս պահին մենք ճիշտ է, այս պահին մենք չենք կարողանում ինչ որ իրավիճակից, իրական իրավիճակից ելնելով լինել փողոցում, որովհետև ուղղակի հասկանում ենք, թե որ պահին ինչ պետք է անել, բայց այն, որ պետք է ծայրահեղ վիճակից, որի մեջ մենք կանք, արդեն չգիտեմ ինչքան ժամանակ է ասվում, տեսնենք, համենայն դեպս ավարտելով մեր, եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, ես մի բան եմ խոստանում, որ նախընտրական շրջանում ավելի դաժան եմ լինելու ընդդիմության հանդեպ, քան իշխանության։ Ավելի դաժան։ Ինչ եք անելու այսինքն։ Ինչ կերպեք, ձեր դաժանությունը ինչ կերպ է երևալու։ Դե պարզ է հասկանում եմ, ինչ կերպ է դրսևորվելու դա։ Դրսևորվել է նրանով, որ ես այն ինչ որ ունեմ իրենց մասին ասելու եմ, դե ինչքան մոտենա ընտրությունները, բոլորս էլ կհասկանանք ովքեր են մեղավոր հասարակական մեծ կոնսոլիդացիա ստեղծելու մեջ, մեղավորները, իրենք դաժան քննադատության կենթարկվեն, բացահայտ կասվի այն ինչ որ իրենք անում են, որպեսզի այս իշխանությունը մնա։ Պատկերացնում եք, կան մարդիկ, որոնք ընտրության գնում են ոչ թե հստակ եմ ասում դա։ Ես այդ ժամանակ անվանական կասեմ։ Ոչ թե գնում են իրենք պատգամավոր դառնալու, որպեսզի ծառայեն ժողովրդին, իրենք գնում են Նիկոլին ծառայելու։ Իրենք գնում են հիմա էլ իրենք այդ Նիկոլին ծառայելու, միգուցե պարգևավճար ստանալու։ Դե ծառայելու ընթացքում իրենք պարգևավճար, արտոնություններ ստանում են։ Մեզ այսօր քաղաքական կողմն է հետաքրքրում, տնտեսականը չի հետաքրքրում, թե իրենք ինչ կստանան։ Իրենք իմիջիայլոց ամեն ինչ ունեն, ամեն ինչ։ Իրենց ունեցվածքները չկորցնելու համար ուզում են ծառայել։ Իրենք այդ մարդիկ այս 7 տարվա մեջ Դե ձեր ասելուց դուրս է գալիս, որ Ֆիդրոսակիր ընդդիմությունն էլ ծառայում է Նիկոլին։ Այո, այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Այո, իրենք ծառայում են Նիկոլին։ Այդ մարդիկ ուզենային 7 տարվա մեջ Հայաստանում 3 անգամ իշխանափոխություն կանեին։ 3 անգամ առնվազն։ Ինչ ոչ մի բանի պակաս չունեն իրենք, մարդկային ռեսուրսն ունեն, ֆինանսականն ունեն, ինֆորմացիոն միջոցներն ունեն, բայց այսօր տեսեք Հայաստանում ինֆորմացիայի միջոցներն են բաժանված այդ մարդկանց ձեռքին, նիկոլական, ռոբերտական, սերժական, ես ասում եմ, երբ որ ես ինչ եմ ես այդքան վստահ խոսում, երբ որ ես պայքարում էի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ, այդ սորոսական լրատվամիջոցները ամեն րոպե ինձ կանչում էին հարցազրույցի։ Այսօր իրենք արդեն նիկոլական լրատվամիջոցներն երբեք չեն կանչի, այն մնացած մասը կեսը սերժական է, կեսը ռոբերտական, ընդհանրապես չեն կանչում։ Մի անգամ կանչեցին, ես չգովեցի, էլ չեն կանչում։ Այս հաղորդումն էլ պատական երևի իմ ակցիայից հետո որ նկարագրեցիք, ես հավատում եմ դրա հետևանքով ինձ կանչեցիք, հույս ունեմ, որ էլի կհանդիպենք։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ շնորհակալություն մեզ դիտողներին, ուզում եմ ժողովրդին ասել, որ ամեն ինչ մի կողմ թողեք, մտածեք ձեր ապագայի մասին, մտածեք
ում միջոցով եք ուզում կերտել ձեր ապագան, մի հավատացեք, որ վերացական ասում են ապագա կա, այդ հաճախ ձեզ կարող են խաբել ասել, այնա թունելի վերջում լույս է երևում, բայց դա լույս չի, գնացն է գալիս ձեր վրա, ուշադիր եղեք եւ հետևեք իրադարձություններին, որպեսզի դերը ճիշտ կողմնորոշվեք եւ ընտրեք այնպիսի մեկին, այնպիսի մի դաշինքի կամ ուժի, որը ձեր մատից փուշ կանի, ոչ թե Հայաստանը ամբողջովին կտանի Թուրքիայի տիրապետության տակ։ Դա այդ բանը ես կոնկրետ շեշտեցի, որովհետեւ դա հստակ երևում է։ Երեք արդեն հայտարարվեց, որ մեր էներգակիր ամբողջ համակարգը միանում է Ադրբեջանին, այնտեղից է ամեն ինչ գալիս, դա մեր վերջն է։ Մեր Հայաստանի Հանրապետության գոյության վերջն է, լինելու 26 թվականը, հույս ունեմ 26 թվականը։ Եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Հա, եթե համար ասում եմ, եթե հույս ունեմ, որ 26 թվականը կլինի հայ ժողովրդի հաղթանակը, մինչև Հայաստանը ոտքի չկանգնի, ուժեղ Հայաստան չի լինի, դա էլ ես ուղղակի ուզում եմ ասել մեր ձևով անկախ Հայաստան, պարոն Վիրաբյան, միգուցե, երբ որ անկախ, մենք ուզում եմ ես հաղորդումը ավարտել, բայց կարծես մենք կարող ենք ուժեղ Հայաստան էլ ունենալ, բարգավաճող Հայաստան էլ ունենալ, բայց եթե մենք անկախ Հայաստան չունեցանք, դա ուղղակի ժամանակավոր բնույթ է կրել։ Ես կոնկրետ դիմում էի մեր ձևով շարժմանը, որտեղ իրենք հռչակել են իրենց լոզունգը հզոր ուժեղ Հայաստան։ Ես հասկացա եւ դրա համար էլ ասացի, որ ճիշտ կլինի, որ անկախ Հայաստան լինի։ Ես դա որպես քննադատություն չեմ ասում, ուղղակի առիթն օգտագործելով ասի մինչև ոտքի Հայաստան չլինի, Հայաստանը ոտքի չլինի, ուժեղ Հայաստան չի լինի, ինչի համար, որովհետեւ իրենց այդ մեղ միջոցները այդ ծրագիրներ կայացնելը մյուս հասկանում եք, որ ամեն ինչ կարող եք ներկայացնել, ասել, այդպիսի նուրբ ձևով իշխանություն վերցնել Հայաստանում չի լինի։ Վերջում ես ուզում եմ ավելացնել, որ նորից ինչով սկսեցի, որ ընդդիմությունը պետք է մայիս ամսի կեսերին համոզված լինի, որ ինքը հաղթելու է։ Եթե այդ համոզմունքը չեղավ, ընտրությունները կեղծվելու են, հետընտրական շրջանում նորից էլի հայտնվելու են այդպիսի ուժեր, ժողովրդին տանեն փողոցներով մանտան, դիմեն սահմանադրական դատարան եւ գնան նստեն տները։ Ընտրությունը Հայաստանում պետք է լինի մինչեւ մայիսի 20-ը։ Ժողովուրդը պետք է իմանա ում է ընտրում եւ ինչ նպատակով։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ, պարոն Վիրաբյան։ Սիրելի հայրենակիցներ, ես զրուցում եի քաղաքական հասարակական գործիչ Գրիշա Վիրաբյանի հետ։ Կհանդիպենք։ Ցտեսություն։